Ընկերներ, ողջույն։ Մի հետաքրքիր բանի եմ ուզում անդրադառնալ, երբ որ ես եմ ռիլ նկարում կամ ինչպես էլի շատ մարդիկ, դա օքեյ է։ Տարբեր իրավիճակներից ելնելով մարդիկ կան, կարող են լինեն բլոգերներ, մարդիկ կան ընդհանրապես իրենց միտքը ու տեքստերը չփորձեն գրել, այլ այս ձևաչափով ցույց տալ, դա լրիվ նորմալ է, բայց երբ որ ռիլեր են նկարում պետական պաշտոնյաները ու ամեն օրվա ռեժիմով ինչ-որ հիմարություններ են դուրս տալի, այդ դա օքեյ չի։ Օքեյ չի, երբ որ Ալեն Սիմոնյանը, Ռուբիկ Ռուբենյանը, Գևորգ Պապոյանը, այն մի հատ տղա կար Չաղ Թրաշով նախկին ԲՀԿ-ական, այդ տղան, նու բոլորի անունները չտամ, լավ, եւ իրենց այդ կանանց միությունը սկսում են ինչ-որ բաներ անել, դա աննորմալ է։ Դուք պետական պաշտոնյա եք, կամ ինչ է նշանակում կալուգացի օլիգարխ, լավ չեք ամանչում, ստացվում է դուք այնքան քաղաքական տեքստ չունեք, դուք այնքան քաղաքական միտք չունեք, որ ձեր միակ խոսույթը դա է, ինչպես եւ ձեր գերագույնի մոտ։ Դուրս արեք այդ վիճակից, տղաներ եւ աղջիկներ, շատ կանխատեսելի, շատ խնդալու վիճակների մեջ եք հայտնվում մեկ-մեկ։ Ինչպես նաև այս նյութով կուզենամ նաև անդրադառնալ բոլոր այն իրենց ընդդիմադիր համարողներին, որոնք ջրում են ԿՊ-ի ծառերը։ Բոլորիդ ուշադրությամբ հետևում եմ, ասեմ իմանաք։ Նես չի, որ այս երկիրը չոփով ծածկած է եւ ձեր մասին ոչինչ չգիտենք։ Մի արեք տենց բաներ։ Ակնհայտ է, որ ֆինանսավորվում եք ԿՊ-ից։ Մնացածի մասին հաջորդիվ։ Ընկերներ, դուք էլ ձիգ մնացեք։